Մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմել լայք եւ բաժանորդագրվեք։ Ինձ թվում է, որ եթե անգամ Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի կլիներ նրան հորինել, որպեսզի ինքը գա եւ այսօր այստեղ ունենա այն ելույթը, որը ունեցավ, եւ հատկապես անի այն արտահայտությունը, որը արեց, ասում է Արարատը Հայաստանի հավաքականի մարզաշապիկից թյուրիմացաբար է անհետացել։ Ո՞նց կարա Արարատը թյուրիմացաբար, այսինքն դուք Արարատը այդքան նսեմացնում եք եւ նսեմացրել եք, որ դուք փաստորեն համարել եք, որ Արարատին կարելի է թյուրիմացաբար դուրս թողնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկից։ Հիմա մենք ենք Արարատը ուրանում, թե դուք ժողովուրդ։ Պարոն Մանուկյան, ախր ավելի լավ էր չխոսայիք։ Հետո ես չեմ հասկանում, ամեն ելույթից հետո որ թողում դուրս եք գալիս, լավ է այսօր հետ եկա։ Ինչքան գիտեմ գնում եք ծխելու, չէ՞։ Ձեր ելույթները փաստորեն ձեզ էլ են ծխացնում, այդ պարզ է։ Բայց որտեղ եք ծխում, պարոն Մանուկյան, որովհետև ես գիտեմ, որ դուք դրսում համենայն դեպս չեք ծխում, որտեղ բաց տարածք է, այսինքն դուք ծխում եք ազգային ժողովի շենքի տարածքում։ Որտեղ եք ծխում, արգելված տարածքում եք ծխում։ Հա, պարոն Մանուկյան։ Ես ուզում եմ արդյոք ձեր արձագանքները անընդմեջ խոսում են նրա մասին, որ ձեզ հարմար չէ խոսակցությունը եւ վատ եք զգում։ Պարոն Դանելյանին, խեղճ պարոն Դանելյանին դուք պետք կլինի կկանչենք ոստիկան։ Այսինքն ուզում եմ հասկանամ, այդ ի՞նչ է, կներեք էլի պարոն Կոնչյան։ Այսինքն ոստիկանին դիմելը տենց բան ոչ վայ Tell them there was the Armenian president called me and said, look, do not force this issue. The Armenian president called me and told me not to force this issue. Հայաստանի Հանրապետության նախագահն է զանգել ինձ եւ խնդրել, որպեսզի չթեժացնեմ այս հարցը։ Խոսքը վերաբերվում է ցեղասպանության ճանաչմանը։ 2010 թվական, 10 թե 12, լավ չեմ հիշում, մի խոսքով նախագահը նույնն է Հայաստանի Հանրապետության։ Նախագահ Սերժ Սարգսյանն է։ Այդ ցեղասպանություն ուրանալուց եք խոսում, հարգելի դաշնակցական գործընկերներ, հարգելի հանրապետական գործընկերներ։ Հարգելի հանրապետական ու դաշնակցական գործընկերներ, եթե ցեղասպանություն ուրացող եք ման գալի, ման եկեք ձեր քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանի դիմապատկերի մեջ կամ ձեր կուսակցական շարքերում որպես այդպեսին։ Մեր հանրության շրջանում տենց ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը, ասենք օրինակ տղաներին ուժեղացնելու ճանապարհը, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։ Այդպիսով տղաները թուլանում են բոլոր առումներով, զրկվում են կամքից, զրկվում են խելքից։ Ինչքան մարդը քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է։ Այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում, աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ։ Սա ինձ համար աքսիոմ է եւ սա մի բան է, որ ես գիտեմ եւ տեսականորեն եւ գործնականում։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է։ Զարմացնում է ինչու են ձեր հարցերը ծնվում բացառապես ընդդիմության թեզերից եւ իմ տպավորությունն է, որ երբ որ մենք ձեզ բան ենք ասում, դուք մեզ չեք լսում կամ չլսելու եք տալիս։ Դուք չեք հետևում քաղաքական իրադարձություններին, չեք տեսնում մեր արձագանքներն ընդդիմության եւ ընդդիմության դատարկ մտքերը։ Դուք հիմա ինչ հարց եք տալիս։ Չկա որևէ հայ մարդ, ով կարող է մերժել ցեղասպանությունը։ Չկա որևէ հայ մարդ։ Ես տեսա, որ դաշնակն ասեց Յան ազգանունով մարդ չպետք է լինի, որ մերժի ուրեմն ցեղասպանությունը հայ ժողովրդի հետ տեղի ունեցած։ Որևէ վերջացող ազգանունով մարդ չի կարող մերժել այն պատմական իրողությունը, որը տեղի է ունեցել։ Եվ արձագանքելով նաև ընդդիմության այս կեղծ եւ կեղտոտ, շատ կեղտոտ նաև պնդումներին պետք է երկրորդեմ գործընկերոջս բոլոր ասած փաստերը դրան հավելեմ։ Ձեր կողմից հիշատակված մարդիկ, որոնք փորձում են մեղադրանքներ ուղղել ուրեմն ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը, հարգելիս ոչ թե փաշինյանական իշխանությանը, այլ ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը։ Դուք լրագրող եք եւ խնդրում եմ ձեզ առանձնահատուկ մեկնաբանություններ մի դրեք ձեր հարցերի մեջ։ Ինչպես կարա լրագրողը նստի եւ ասի փաշինյանական իշխանություն։ Դուք լրագրող եք թե ընդդիմադիր գործիչ։ Ես դա եմ ուզում հասկանալ։ Ասեք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, որոնք
բարձրաստիճան պաշտոններ են եւ դուք պետք է հարգալից վերաբերեք այդ պաշտոնների նկատմամբ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ։ Եվ ես ավելացնեմ նաեւ ուրեմն ձեր կողմից անընդհատ հղում արվող այդ ուժերին, թե ովքեր են իրենք։ Նրանք այն ուժերն են, նախ Օսման դաշնակներն են, ինչպես գործընկերը շատ ճիշտ հիշատակեց, 1915 թվականի ցեղասպանությունից հետո դաշնակները ուրեմն ներողություն, ցեղասպանությունից առաջ դաշնակները ուրեմն երեք թուրքերի հետ համագործակցում են ու իրենց անունը այդ ժամանակաշրջանում արդեն հայտնի էր որպես Օսման դաշնակներ։ Հիմա դուք այդ մարդկանց ուրեմն մեղադրանքներն եք փորձում մեզ ուղղել են մարդկանց, ովքեր որ Թուրքիայի նախագահի այցելության ժամանակ Ծիծեռնակաբերդի լույսերն էին անջատել։ Արարատի նկարն էին հանել ուրեմն ազգային Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից։ Ու դուք գալիս եք այստեղ մի իշխանության ու մորոք ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները ցեղասպանությունն է ճանաչում, Ջո Բայդենը ցեղասպանություն, բառն արտաբերում, ու դուք գալիս եք մեզ փորձում եք ուղղել ընդդիմության մեղադրանքներն առայն, որ մենք փորձում ենք ինչ որ մի կերպ ցեղասպանությունը սակարկման առարկա դարձնել։ Դուք Հայ2 հեռուստաընկերությունն եք, չէ՞ ներկայացնում Ռոբերտ Քոչյանին պատկանող։ Դե էլի Ռոբերտ Քոչյանին Մայրապետյանին, լավ, սենց ասեմ։ Իրան պատկանող հերոստանգերությունն եք աշխատում։ Լավ կլինի գնաք ձեր հերոստանգերության ղեկավարությանը հարցնեք ինչու էին ուրեմն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին փորձում նաև սեղանին դնել ցեղասպանության հարցը, որը անհերքելի փաստ է։ Մենք չենք ենթադրում ինչպես ընդդիմությունը, չենք փորձում հորինել ինչպես ընդդիմությունը։ Մենք փաստեր ենք արձանագրում։ Եվ ես կոչ եմ անում լրատվամիջոցներին առհասարակ ուրեմն մոտիկ չգալ ցեղասպանության թեմային եւ դա փորձել օգտագործել որպես քաղաքական դիվիդենտներ հավաքելու գործիք։ Նույնը նաեւ կոչ եմ անում ընդդիմությանը։ Մեր արձագանքը շատ խիստ է լինելու այս թեմային, որովհետև ցեղասպանության թեման այնիշ տեղի է ունեցել են ողբերգությունը, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, քննարկման ենթակա չի այլևս, սակարկման ենթակա չի որևէ կերպ։ Անդրադառնալով երեկվա միջադեպին, նախ ես պետքա ցավով արձանագրեմ, որ երեկվա միջադեպից հետո գրեթե բոլոր լրատվականները, ինչու եմ ասում գրեթե բոլոր, որովհետև շատ քիչ լրատվականներ գտա, որոնք ճիշտն էին գրել, եւ գրել էին իբր այդ միջադեպը ազգային ժողովում տեղի է ունեցել ցեղասպանության թեմայի քննարկման կոնտեքստում եւ քաղաքացիական պայմանագիր ուրեմն խմբակցության падգամավորներն էլ արձագանքել են այդ քննարկմանը այդ ձևով։ Ես պաշտոնապես ասում եմ, որ այդ նյութերը, հարգելի ազատության ներկայացուցիչներ, 5-րդ ալիքի ներկայացուցիչներ, ընդդիմադիր բոլոր ուրեմն ուժերը ներկայացնող լրատվամիջոցներ, ցավում եմ, որ ազատությունն էլ է միացել այդ ուրեմն արշավին։ Այդ ամենը սուտ է։ Երեկվա ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը տեղի է ունեցել Արագավազ դաշնակ Իշխան Սաղաթելյանի խուլիգանական լկտի պահվածքի հետևանքով, ինչին մենք արձագանքել ենք։ Հետո այդ իհարկե այդ ընթացքում Իշխան Սաղաթելյանը էլի տեսանք, որ փախավ ինչ-որ միտեղ չգտանք, որ հենց իրան արձագանքեինք, եւ տեղի ունեցավ այն ինչ-որ տեղի ունեցավ։ Ցավում ենք, որ նման իրավիճակներ են ազգային ժողովում տեղի ունենում, բայց ուրեմն ցավոք ազգային ժողովում ներկայացված են Օսման դաշնակների ուրեմն հետնորդները փաստորեն եւ անընդհատ փորձում են սադրել, ինչի արդյունքում այո էմոցիաները երբեմն տեղի են տալիս, էմոցիաների համար մեր քաղաքացիներից սիրելի ներողություն ենք խնդրում, բայց եւս մեկ անգամ կրկնում եմ, որ դրան այդ միջադեպը ուղղորդող լրատվական այս հոսքերը ամբողջությամբ կեղծ ձևով էին ներկայացնում իրողությունները փորձելով ուրեմն օգնել ընդդիմության կեղծ եւ կեղտոտ թեզերին։ Խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իշխանությունները խոսել են եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ես կարող եմ ասել մոտ 98%-ով հայտնի է ինչի մասին է խաղաղության պայմանագիրը։ Դրա ֆորմալ հրապարակման մասին գործընկերս խոսեց եւ դրա ռիսկերի մասին։ Եվ ես վստահ կարող եմ պնդել, որ հայ ժողովուրդը հավատում է խաղաղությանը։ Հայ ժողովուրդը ուզում է խաղաղություն եւ հավատում է խաղաղությանը։
Շնորհակալություն։ Ինքը չի հոգնել հայ ժողովրդին Ալիևով վախեցնելուց, պատերազմով վախեցնելուց չի հոգնել։ Դուք տեսել եք աշխարհում մի երկրի ղեկավարի, որ միշտ իր ժողովրդին ասի խելոք մնացեք, թե չէ թաշտամին ոբոն գեկած հարի հետևից ձեզի կուտի։ Դուք տեսել եք մի երկրի թաշտամի։ Բայ ինքը ինչի գլուխ անդեղ նստած, մեղա դեր ասված։ Ինչի համար անդեղ նստած, եթե մեր ժողովրդի անվտանգությունը չի բայելու։ Ինչի համար։ Ինչի համար են սահմանները։ Ժողովուրդ, պատերազմով չվախենաք։ Այսօր այլևս պատերազմից վախենալու ունի Իլհամ Ալիևը։ Այլևս պատերազմից չվախենաք։ Նիկոլ, եթե դու ես պատերազմից վախենում, ուրեմն իմացի, արի տղավարի նստի, եթե կարաս տղավարի նստես։ Մեզ ասա վախենում եմ, մենք քեզ ասենք Նիկոլ դուխով։ Նիկոլ մի վախեցի։ Նիկոլ կայնած են Գալիևը ով որ Աղվելիևից դու վախենում ես Նիկոլ։ Արի կայնի ասածես խնդիր կա, ասածես խնդիր կա, չեմ գանում, դուխս չի երիքու։ Կայնենք հայ ժողովրդի մեջ շատ դուխով մարդիկ կան, շատ դուխով մարդիկ կան, աշխարհի ցանկացած ծեր, Ալիևը գնալուց վախով է գնում, ցանկացած կետ, արի ասած խնդիր կա, կայնենք ասենք մի